Նախընտրական շրջանում ակտիվ տարածվող կեղծ խոսույթները շարունակվեցին նաև ընտրություններից հետո։ Մինչ հունիսի 5-ին Լերմոնտովոյի բնակիչները ոչ ասեցին հանքարդյունաբերողներին ու մերժեցին լսումները, օրեր անց ռուսական կայքերն արագորեն տիրաժավորեցին թեման, գլխի վայր շուռ տալով իրականությունը։ Հունիսի 7-ին ռուսական Lenta.ru կայքում տեղ գտավ հրապարակում այն մասին, թե իբր Հայաստանի իշխանություններն ուզում են վտարել ռուս հնադավան մոլոկաններին Լերմոնտովո գյուղից հանք բացելու նպատակով։ Նյութի հեղինակ Մաքսիմ Գաբրիելյանը հղում անելով տելեգրամյան Մաշ ալիքին գրել էր մեջբերում. Հայաստանի իշխանություններն ուզում են վտարել ռուս հնադավան մոլոկաններին Լերմոնտովո գյուղից հանք բացելու համար, մեջբերման ավարտը։ Ակնհայտ է, թե հենց ընտրությունների օրը հրապարակելով հոդվածը ինչ նպատակ է հետապնդել հեղինակը։ Նյութի բովանդակությունն ամբողջովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը, այսպես արձագանքեց Մարգահովտից Էմիլիա Մարտիրոսյանը, ով լսումների օրը նույնպես ներկա էր։ Ասաց, սա ավելի շատ հայ և ռուս ժողովուրդների միջև թշնամանք սերմանելուն ուղղված քայլ է, որովհետև Լերմոնտովոյի բնակչության կազմը բազմազգ է։ Տարիներով մոլոկանների հետ կողք կողքի ապրում են նաև հայեր ու եզդիներ, և երբեք այստեղ նման կեղծ խոսույթներ չեն շրջանառվել։ Չեմ կարող ասել, թե այս ինֆորմացիայի հիմքը որտեղից է գալիս, համայնքից են նրանց նման տեղեկություն տրամադրում, թե դրսից են արհեստականորեն այսպիսի տրամադրություններ փորձում գեներացնել, ինչ հեռանկարներով չեմ կարող ասել, բայց հստակ է մի բան, սա ապատեղեկատվություն է։ Այդ լսումները ընդհանրապես կապ չունեին ազգային փոքրամասնության հետ։ Գուցե սա արվում է երկու ազգերի միջև ինչ-որ կոնֆլիկտ հրահրելու համար, բայց իրենց դա չի հաջողվելու։ Հայերի հետ մոլոկանները ապրում են ավելի քան 200 տարի և շատ լավ բարիդրացիական հարաբերություններ են ձևավորվել, այսինքն եթե այս ապատեղեկատվությունը այդ հեռանկարն ունի կոնֆլիկտ ստեղծելու, նրանց մոտ չի հաջողվելու հաստատ։ Նույն օրը գրեթե մեկ ժամվա տարբերությամբ մեկ այլ ռուսալեզու կայքում նույնաբովանդակ լուր հայտնվեց Վիկտորիա Սամոյլենկոյի հեղինակմամբ։ Եթե նախորդի դեպքում ուղիղ նշանառության տակ իշխող ուժն էր, երկրորդում սլաքներն ուղղվել էին Լերմոնտովոյի համայնքային իշխանություններին։ 2017-ից գործող առցանց կայքի գրանցման ժամկետը ըստ դոմեյնների գրանցման հարթակի սպառվում է այս տարվա նոյեմբերին։ Գրանցողը գրեթե նույնանման անուն ունի, ինչ Lenta.ru-ի դեպքում։ Ուշագրավ է, որ երկու հոդվածներն էլ նույն կերպ են եզրափակվում, իբր լսումներից հետո Լերմոնտովո են եկել Լոռու մարզպետարանից և իշխող կուսակցությունից, ովքեր բնակիչներին կանգնեցրել են ընտրության առաջ։ Կամ համաձայնել հանքի բացմանը, կամ կանգնել վտարման վտանգի առաջ։ Ինչից եզրահանգում ենք, որ երկու դեպքում էլ հիմնվել են ոչ թե պաշտոնական աղբյուրների, այլ Տելեգրամ ալիքի հրապարակման վրա։ Լերմոնտովոյի համայնքապետ Էդիկ Չախալյանն ասաց, մինչ լսումները որևէ լրատվամիջոց իր հետ կապ չի հաստատել։ Քաղաքացու ձայնը մեկնաբանություններ է խնդրել Լոռու մարզպետի աշխատակազմից, առաջարկել են գրավոր դիմել։ Հարցումն ուղարկվել է, պատասխանն ստանալուն պես կհրապարակենք։ Լերմոնտովոյի բնակիչ Կարեն Պողոսյանը քաղաքացու ձայնի հետ զրույցում ասաց. երբեք նման խոսակցություններ չեն եղել, միշտ ապրել ենք հաշտ համերաշխ բոլորով։ Մենք այդ օրը մեր խոսքն ենք ասել, որ հանք չենք ուզում։ Լսումներից հետո ոչ ոք գյուղ չի եկել։ Քաղաքացու ձայնը զրուցեց նաև Լերմոնտովոյի համայնքապետ Էդիկ Չախալյանի հետ։ Նա անամոթ սուտ որակեց այս լուրերը։ Հերքեց, թե լսումներից հետո մարզպետարանից եկել ու սպառնացել են մոլոկաններին։ Չախալյանի խոսքով իրեն ռուսական այլ ԶԼՄ-ներից են զանգահարել։ Տեղեկացրել է, որ այդ լուրերը կեղծ են։ Զանգ է ստացել նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատնից։ Զանգեցին, համ Ռուսաստանից են զանգել, համ ստեղ Երևանից, մեր պասոլստվայից։ Ես իրանց բացատրեցի, ասեմ, այդ շատ կեղտոտ բաներ են գրում։ Հետո դուք որ ուզում եք ռեալ իմանաք, ինձանից պիտի իմանաք, ով լսումներին է մասնակցել, հա։ Որ ինձ զանգեցին Մոսկվայից Новое время ու բան, ես իրանց ասեցի դա պրովոկացիա против выборов։ Մեզ մոտ տենց բան չկա, այդ ինչ է խոսը։ Ինա տենց լավ սիրուն լսեցին, հավանություն տվին, հա Չախալյան ջան, ապրիս, որ դու մեզ բան, հեսա մենք կզեկուցենք մեր վերադասին, որ տենց բան չկա։ Ասեցի լրիվ այդ կազմակերպվածա, այդ ինչ որ մի մարդ, դա է ինչ որ տարածել։
Այդ против наших վыборов Փաշինյանի դեմ ես ուղիղ ասեցի իրանց։ Չախալյանը կասկածներ ունի, որ այս կեղծ տեղեկությունները սոցցանցերի միջոցով օտարերկրացիներ են տարածել, որ իր տեղեկություններով վերջերս են բնակություն հաստատել այստեղ։ Ռուսական կայքերում տեղ գտած լուրը իրավապաշտպան բնապահպան Օլեգ Դուլգարյանը ապա տեղեկատվություն որակեց, ասաց ընտրություններից մեկ ամիս առաջ մարդիկ են եկել, հավանաբար Ռուսաստանի Դաշնությունից, ովքեր բնակություն են հաստատել տարածքում եւ սոցցանցերում ակտիվորեն սկսել են շրջանառել կոչեր բնակիչների շրջանում, տարածքից դուրս գալու եւ իրենց իրավունքները պաշտպանելու մասին, իբր հանքերի բացման վտանգներից ելնելով, մինչդեռ նման խնդիր չկա։ Հավանական է համարում, որ հենց նրանց տարածած այս ապատեղեկատվությունն են տիրաժավորել պրոկրեմլյան կայքերը։ Կարևոր է համարում նշել մի հանգամանք, որ տվյալ տարածաշրջանում, որտեղ որ տեղակայված է Լերմոնտովո գյուղը, այդ տարածաշրջանում մոտավորապես 1 կամ 1 եւ ավելի ամիս առաջ հայտնվեցին ինչ-որ օտարերկրյա քաղաքացիներ, որոնք ժամանակավորապես նաև բնակվում էին այդ տարածքում եւ ըստ իրենց դիրքավորմամբ դրանք երևի թե ՌԴ քաղաքացիներ էին, ակնհայտ իրենց գրառումներից երևում էր, որ պրո-կրեմլյան տրամադրություններ են կրում եւ սկսեցին շրջանառել մի խնդիր բնապահպանական, որը վերաբերվում էր այդ տարածաշրջանին, որտեղ, եթե չեմ սխալվում, 20 կամ 21 թվականին ցանկանում էին այդ Փամբակ Վահագնի Մարգահովիտ տարածքներում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնել ոսկու պաշարներ գտնելու համար։ Այդ ժամանակ բոլոր այդ գյուղերի բնակիչները բոյկոտեցին եւ թույլ չտվեցին, որպեսզի այդտեղ հանրային քննարկումներ այդ թեմայով անցկացվեն եւ այդպիսով այդ նպատակը եւ նախագիծը տապալվեց եւ նրանից հետո այդ խնդրին այդ տարածքներում ոսկի փնտրելու խնդրին որևէ մեկը չի անդրադարձել, բայց այդ հայտնված մարդիկ սկսել էին բարձրացնել այս հարցը, կարծես թե խնդիրը այժմեական է, մեր օրերի հետ կապ ունի եւ կոչեր էին անում համախմբվել, դուրս գալ, պայքարել, դա շատ տարօրինակ էր, խոսում են նաեւ հետևանքների մասին, այսինքն մի տարածքում մի խնդրի համար, որը գոյություն չուներ եւ հասարակության մեջ ստեղծվում է տպավորություն, թե ելի եկել են եւ այդ տարածքներում ոսկի է փորձում փնտրել։ Շրջանառվող տեղեկատվության մեջ հետաքրքիր այն էր, որ այդ 20 թվականին այնտեղ երբ որ ոսկի չկարողացան այդ ծրագիր իրականացնել, դա վերագրում էր ՌԴ իշխանությունների իդեմս իրենց դեսպանության, այսինքն մտնում ռուսները թույլ չեն տվել, որպեսզի այնտեղ հանք բացվի, սենց մի հատ տպավորություն ստեղծելու համար, թե ինչքան կարևոր է ռուսների դերը այնտեղ, բայց դա այդպիսի բան չկա, ուղղակի մարդիկ համախմբվեցին եւ թույլ չտվեցին, որպեսզի այնտեղ բացվի նման գործունեություն եւ դրան ներգրաված էին տարածաշրջանի ակտիվիստները, իրավապաշտպաններ տարբեր, այսինքն որոնք պայքարեցին եւ թույլ չտվեցին։ Հիմա այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս ռուսական մամուլում տարածվող տեղեկատվության միջև եւ այս process-ի միջև ինչ որ նկարագրեցի, հնարավոր է ինչ որ կապ լինել։ Համայնքի ղեկավար Էդիկ Չախալյանն ասում է, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին հանքը գործել է, մեծ մեքենաները բարձած տանում էին, ասում է, քանի որ ոսկու գինը բարձրացել է, ենթադրում է, որ կրկին հանքով հետաքրքրվողներ են հայտնվել։ Լսումների նախորդ օրն ասաց, իր մոտ եկել են 2 մոլոկան երիտասարդներ եւ ասել, որ հանքը պիտի բացվի, իրենք պիտի աշխատեն այնտեղ եւ խնդրել են աջակցել այդ հարցում, որպես համայնքի ղեկավար։ Լերմոնտովոյի համայնքապետը մտադիր է դատի տալ սուտ եւ կեղծ տեղեկություն տարածողներին։ Քաղաքացու ձայնը Լերմոնտովո համայնքից։